Հակոբ ազգային վարժարանի հիմնադրության 50-ամյակի պաշտոնական հանդիսությունը այսօր դեղի ունեցավ Կոլեժ Մոմորոնսիի Սալ Անդրե Մաթյոյեններս ներկայությամբ 800-ն ավելի հանդիսադեսներով։ Եկեք միասնապար հետևենք հայդակրին։ Je suis la petite fille de survivants du génocide, membre de la diaspora arménienne, fière de mes racines arméniennes profondes et témoin privilégié des succès de notre école que nous célébrons aujourd'hui, qui est née sur cette terre d'Amérique d'une vision qui a pavé la voie à des réalisations dont nous en sommes très fiers. Cet enfant, je l'ai vu grandir, année après année, une classe à la fois, du niveau primaire jusqu'au secondaire terminal. Ce soir, vous me permettrez d'avoir une pensée spéciale pour celle qui l'a rendu possible, avec une équipe d'hommes et de femmes engagés. Elle réalisa ce rêve, notre rêve, en surmontant tous les obstacles et en défiant l'incertitude et le cynisme avec dévouement et passion. Cette dame, une main de fer dans un gant de velours, je l'appelais maman. Թյուրին վիդիելար բարձրապես երկրին լեզվին դիրաբեդող սերունդ հասցները։ Այդ մեկը գադարող դենական հաստատությունները չեն բաքսիր։ Մենք կնենք շատ ավելին։ Մեր դպրոցը կհասցնե ոչ միայն լավագույն գրթական հաստատություններում պատրաստ ուսանողներ, մեր դպրոցի աշակերտները ոչ միայն գարժանանան ֆրանսերեն լեզվի ուղղակության, շարահյուսության կամ ծվափանության մրցանակներու, այլ այս բոլորին գողքին անոնք կդիրաբեդեն իրենց մայրենիին, իրենց բակության ու կգարչին իրենց ինքնության, որում հիմքն են մեր ազգային եկեղեցին ու մշակույթը։ Մեր զավակները հբարդորեն կրնան ասել, որ իրենք հայ են ոչ միայն զատումով, այլ հայ են իրենց առօրյայով, գենցաղով, լեզվով, խաղով, երկ ու բարով։ Un avenir sans limite. L'oiseau se lance vers un ciel qui l'invite. Ses ailes se déploient comme une lumière claire. Elle garde en elle des promesses sans frontières. L'oiseau reconnaît ce chemin familier. Il vole vers des rêves sans jamais s'arrêter. Անգդե
Եվ քաղցր բարդականություն ունիմ 1418 շրջանավարտներ ներկայացնելու, ուզեմ առաջին հերթին հաստատել, որ Սուրբ Հակոբը գրթարանեմը ավելին եղած է մեզի համար, իր փոխանցած համախմբվածության, թիմացկունության եւ պատկանելիության ուժեղ զգացումներու շնորհիվ։ Պատկանելիություն հավաքականությանն ու գիտակցություն անորմալ կազմելու առանձնահատուկ բարգին ու բախտին։ Այո, որովհետև հայը լալ 21-րդ դարում կնշանակե ներգա պատասխանել այդ գանչին, այդ գանչը, որ կսե հայ պետք է ելանք, մարդ պետք է ելանք, պատրաստ եմ պատասխանելու, իսկ ես ալ իմ գարքիս չահրստանցնելու ու ինձ մեր եկողներուն փոխանցնելու հրավերին։ Հայտբրոցին համար նորություն չէ մարդագերունի բարդականությունը իր ուսերուն վերցնելը։ Ներշրջանավարտներ անոր վգանել։ Սուրբ Հակոբ վարժարանը իր իսլամյան պատմության մեջ երբեք չէ բավարարված միայն Քեբեկի pedagogan ծրագրի փոխանցումով։ Ամբողջությամբ լծված է յուրաքանչյուր աշակերտի մեջ ցանելու մարդու եւ հատկապես մեր ազգը հատկանշող հոգեվոր եւ մշակութային արժեքները փոխանցելու բարդականությամբ։ Հոս Դահմը կնահատանքի խոսք ուղեմ Սուրբ Հակոբ առաջնորդանիստ մայր եկեղեցվո հոգապարծության Դբրոցի վարչական խորհրդին կամ գործադիր մարմիններուն, անոր հարվինգակ գործող միություններուն, հայ վարժարանի նեցուկ կանգնող բոլոր բարերարներուն, անհատներուն, որոնք հերվեն թե մոդեն, իրենց նյութական եւ փարոյական աջակցությունը փերին Սուրբ Հակոբ վարժարանի վերելքին վերջին 50 տարիներուն ընթացքին։ Ձեր նվիրական աշխատանքին եւ աջակցության շնորհիվ մենք այս օդար ափերուն վրա գոյատևելու հույս կներշնչենք։ Մենք սիրելիներ կհավատանք, որ առանց հայ դբրոցի չկա ուժեղ սպյուրք եւ առանց ուժեղ սպյուրքի չկա հզոր հայրենիք։ Եկեք միասին բոլորս կրենք մեր համայնքին հաջորդ 50-ամյակի պատմությունը, քալենք ցերկ-ցերկի, ուս-ուսի, որբեսի միասնապար երդենք մեր լուսավոր ավական, շնորհավոր 50-ամյակ Հարկ Աստուծո, այսօր ունենք վարժարամը, որ ունի գրտական բարձր մագարտակ, ունենք վարժարամը, որ ունի նվիրյալ անձնագազմը, դոնորենություն և ուսուցչական գազմ ինչպես անցյալին և ունենք ազգայիններ, նվիրատուներ և ծնողներ, որոնք կհավատան հայ դպրոցի առաքելության, սուրբ առաքելության և ըստ այնմ կվստահին իրենց զավակները այս դպրոցին։ Երբեք մի մտածեք սիրելի ծնողներ, որ մեր զավակները նախագրթարան երբ կավարտեն, կփավե այլևս, հայերը մսորվեցան, այլևս կրնանք օդար դպրոց կգել։ Ինչի համար, օդար դպրոցը ինչ պիտի դա ավելի, ինչ կրնա դալ ավելի,
Այդ դպրոցը նույն ձևով գուտա գրթություն, գուտա գիտություն, լեզուներու գիտություն, ուսուցում, բայց այդ բոլորեն անտին, ու այդ բոլորեն վեր, գուտա հայեցի շունչ, գուտա հավատ, գուտա սեր, գուտա զոհողության կաղապար, գուտա բայկարելու և պահաբան ըլլալու մեր հոգեմտավոր արժեքներուն սրբություններուն։ Այս է հայ դպրոցի առավելությունը, այս է հայ դպրոցի արժեքը, ու այս պետք է լա հայ դպրոցի կարևորը։ Մուշեր իշխանի դողերով գուզեմ փագել մեր այսօրվա հաղորդումը, ուր անգսե, հայ լեզուն դունն է հայուն, աշխարի 4 ծակերուն, ուր գմտնե ամեն հայ իբրև դանդեր հարազատ։ Եվ իսկապես, գրնանք ասել, թե Սուրբ Հակոբ ասկային վարժարանը եղած է այն հարազատ դունը, որ ոգեշնչած է ամեն մեկ աշակերտ, գերդած է անոնց նգարակիրը, սերմանած է հայկական ոգին և ինքնությունը։ Դոնըտ շնորհավոր Սուրբ Հակոբ ասկային վարժարան, թեբի նորանոր բարձրունքներ, թեբի լուսավոր աբակա։ Հայ հորիզոն ցեզի հետ այսօր Բոլսահայ մշակութային միության Արամ Խաչատուրյան սրահեն ներս։ Այսօր հոս դեղի ունեցավ շատ գեղեցիկ կոնսերտը, որ գոչվեր Rêve divin, հայերենով ճգնաղ երազ, ուր իր մասնակցությունը բերավ Տորոնտոյեն սոպրանո Լին Իշնարը, սաքսոֆոնի ընկերակցությամբ Գարբիս Շահսուվարի և թաշնագի ընկերակցությամբ Արթուն Միսկջյանի։ Ուրեմն այսօրվա ցերնարգը Բոսահայ հիմնարկի համերգաշարքին այս տարեշրջանի վերջին ցերնարգներ, որը գհովանավորեր Հազարաբեդյան և Թոշիկյան ինք, ինչպես նաև Վահե Կերեստիջյանը։ Եկեք միասնապար վայելենք այս շատ գեղեցիկ հայդակիրը։ Parfois couvre un drame, où il met la panne.
Բարի եկած ես Մոնտրեալ։ Այսօր ուրեմն Բոլսահայ միության ցերնարգին համերկաշարքին վերջիններ եւ կգարձեմ որ շատ լավ ձևով, գեղեցիկ ձևով փագեցին դարեշրջանը։ Այսօր իսկապես ճկնաղ երազմներ ամբողջ համերգը մեզի համար այդքան գեղեցիկ էր ձեր ցայնը, ընտրությունները երկերուն որրած էիք եւ տրիոն երեքդ միասին։ Երբնե իվեր երեքդ միասին perform գնեք։ Մեր հարսնիքեն իվեր, գարվիս և իմ հարսնիքեն, այո, հոնդեղեն սկսանք իրարու հետ նվակել և ասինք ինչու կոնսերմը չշնենք և անանք ընդրվեցավ ճկնաղ երազ կոնսերը։ Իսկ այսօրվա ընդրությունները բոլոր լեզուներով, ֆրանսերեն, անգլերեն, հայերեն, իսպաներեն, պետք է ասել, որ բոլոր երկերում մեջալ գերազանցեցիք արոքանությամբ, մեկնաբանությամբ, ինչպես հրած էիք ընդրությունը։ Քիչմը մեր սիրած երկերը թրինք և ուզեցինք երազի երկեր թնել և անանք ընդրեցինք երկերը, ինչ որ երազի թիմը ունի հետ կկապած է և ինչ որ ալ, որ մենք ալ հայ ժողովուրդը կիդենք, ինչ որ ալ հայ ժողովուրդը պիտի սիրե և շատ չի պիտի հուզվի, կամ չի պիտի քնանա, անանք երկեր զադեցինք քիչիկ մը, այո։ Ձեր երկերուն հետ երբեք քնանալը կարելի չէ, այդքան գեղեցիկ է չես ուզեր վարգյամ նույնիսկ փախցնել։ Լին քանի տարիներ է իվեր սոպրանո գերքես։ Քանի տարի 17 տարի գլագոր, որ գերքեմ գոր։ Ամենը առաջ երբ որ երկմը գզադեմ, պարերուն գնայիմ։ Եթե պարերը ինձի խոսին, այն ադեն գնդրեմ և գսորվիմ և գերքեմ։ Մշագույթն ալ շատ կարևոր է, բայց պարերը պետք է խոսին ինձի։ Անիկա շատ կարևոր է և դա անշուշտ տարբեր լեզուներով գերքենք, պետք է սորվինք այս տարբեր լեզուները, կոնե պետք է սորվինք ինչ գսենք կոր։ Անիկա շատ կարևոր է։ Ինչպես էր այսօրվա հանդիսադեսը։ Ես լավադեն անցուցի, հուսամ որ ամեն մարդը լավադեն անցուց, այսօր ինչ մեկ դարի է, որ գսպասենք որ անհամբերությամբ այսօրվան համար, գպապակինք միշտ նվակել, այո։ Մենք ալ կպապակինք միշտ մդիգնել ցեզի, իսկապես ասկիշեր մեծ հաջույք էր և վստահ եմ, որ մեր հերուստատիտողները որ ցիդեն պիտի երանի հոնելայինք փախծուցինք։ Շատ շնորհակալ եմ։ Ընտրեմ հաջողություն ցեզ։ Շատ մերսի։ Բարև Գարվիս։ Բարև, ինչպես եք։ Շատ լավ Գարվիս, մենք այսօր իսկապես վայելեցինք սաքսոֆոնը, այդքան հմուտ ձևով նվագեցիր, որ մեզի համար ալ նորություն էր աստրիոն։ Նախտուն ինչպես տեսար այսօրվա ասցերնարգը։ Yeah, we were very excited to come here. It's a beautiful venue, beautiful people, and I was quite impressed by the sound of this venue as well. So yeah, we were very happy to be here, and it was an amazing concert. Lynn being your spouse, does that make it easier for you on stage? Oh yeah, it makes it very easy. Yeah, because we get to rehearse. We live together, right? So if we have any questions or want to perfect something, we're under the same roof. So yeah, it's good.
Garbis, you perform with different festivals, concerts, but I think that the Armenian has a special place in your heart. Oh yeah, that's for sure. Yeah, when I began, it was a lot of, venues in Toronto, festivals in Toronto, a lot of events, a lot of different bands. I didn't play much Armenian music at all until Lynn and we got married, and I wanted to learn how to play some Armenian music. As somebody who studied jazz most of his life, Armenian music, that folk music, I had to relearn a lot of different ways to approach and play. So it took some time, and of course I'm still learning, but it's very emotional up there playing Armenian music, and I'm gonna be playing Armenian music for the rest of my life. Thank you very much for being here, Garbis, and we hope to see you again very soon. Thank you so much. Արև։ Ինչպես ես ասկիշեր։ Շատ լավ եմ, շատ ահավոր կոնսերտ եղավ, շատ ուրախ եմ Լինին հետ, Գարբիսին հետ հրաշալի մեկ տրիո ենք։ Մենք ալ շատ վայելեցինք ձեր այսօրվա ելույթը 3 հոգիով, իսկապես սաքսոֆոնը դարբեր բամը մցուցած էր, ասենք թե երգերուն մեջ ավելի մոդեռն, ձեր մեր կլասիկ երգերը, ինչպես ընտրեցիք այս ցանկը? How did you choose this program? The program, it came along with some pieces that we really like, some pieces that we thought that will go very nice with the saxophone and voice and piano combination. It's a unique combination because you don't have like saxophone, voice, piano in one place usually. So it's a very unique opportunity to explore different repertoires from jazz to Armenian music to even French music, everything, the whole thing. So. And when you have such a talented singer like Lynn Ishnar, it makes your job much easier and more enjoyable, right? Absolutely, absolutely. So how was your experience to play with Lynn? With Lynn, we have been performing for a very long time. We have done recordings on YouTube, and in fact, Lorde Kutnemkez, Gurung, Anor, we have put them on YouTube, and we have translated into at least 11 languages in subtitles in different languages so that everyone, regardless of them being Armenian or not, can actually appreciate both the music and also its beautiful text. And do they really, the non-Armenians, appreciate our music? What are the things that you hear about? Yes, people who have never heard Armenian music, they listen to it and they really connect in a different level. There is something really human, very preserved, very very mysterious, historical, that it carried on through generations. So it really shows and people feel it even though they're not Armenian. Thank you very much again for being here, and we wish you all the success. Thank you so much. Thank you.
դարին շատ հաջող անցավ գրնամսել, ըլլա արտիստներուն տեսակետով, ըլլա ժողովրդի ներկայությունը, ամեն մարդ շատ կոհեր եւ ասիկա մեզի ուժ մուտուվա որ հաջորդ տարի գրգին ասկորզը պիտի շարունակենք, եթե Աստված ուզե։ Սկանդարի այս գործը հրացեք մեծ հաջողությամբ կգարձեմ, որ հիմա գենալը ճիշտ բամը պիտի չլա, մանավանդ որ բավական ժողովուրդ կա, որ կհետևի ցեզի եւ մեծ սիրով գուքան։ Այսօրվա կոնցերտը իսկապես շատ հաճելի էր, ընտրությունները երկին, ցայնը լինին եւ այդ ամբողջ combination-ը երեքին։ Վահե ինչ են կալդարված ծրագիրներն, ասանք sneak peek preview-ը պամագրնակ դալ։ Հիմա գույմա դակավին preview-ը չեմ գրնալ, չենք որոշած, բայց գիտեմ որ նորեն տաշնակ սոլո տաշնակ մը վիդեոլա, հետո Հայաստանցի մեկ սոլիստ ունենք, որ Մոնրեալ գուսանի, կգարձեմ անոր դեղմդանք, եւ հետո նպատակ ունենք Մոնրեալի մեջ talent show-ի վեսման մնել, երդասարդ կարողություններ, դաղանտներ, որոնք գրնան մեզի մեկ համերգ մտալ, զանազան ինստրումաններով եւ այլն։ Հիմա գույմա պրոժենիսան է եւ մստապար թեբի հոկտեմբեր, նոյեմբեր նոր սեզոնին պիտի սկսենք։ Այո, շատ շնորհակալ ենք ձեր վարձքը գադար։ Շատ շնորհակալ եմ Թամար, շնորհակալություն Հայ Հորիզոնին, մինչև հիմա ցուցած սուպորնուտ համար։ Շատ շնորհակալ։ Օգոստոս 3-ին դասի միջև Հոմենետմեն Կանադան գազմագերբե միջ մասնաճյուղային փանագումը, ուրեմն այս արծիվ այսօր լավալի հայգետրոնեն ներս դեղի գունենա սեմինարը, ուր հավաքված են բոլոր խմբապետները Կանադայի դարածքին, միասնապար գազմագերբելու եւ ծրագիր մահարաճացնելու այս փանագումին համար։ Բարև եղբայր Արուշ։ Բարև։ Բարի եկած եք մեր լավալը։ Ուրախ ենք։ Ուրեմն ինչ կբադայի այսօր ինչի համար հավաքված եք։ Ուրեմն այսօր այս հավաքի հիմնական պատճառը օգոստոս 3-ին դասը Կանադայի միջ մասնաճյուղային փանագումը տեղի ունենա, ուր 6 մասնաճյուղեր հոմբիտ հավաքվի։ Արդեն իսկ մոտավորապես 300 քույրեր եղբայրներ ունենք, 8-րդ միջ մասնաճյուղային փանագումն է, այս փանագումը 4 տարի անգամ տեղի ունենա։ Ուրեմն հոս որ գտեսնակ մեր այդ փանագումի խմբապետական գազմն է։ Ուրեմն այսօր եկած են 6 մասնաճյուղեր են կովկովի, ուրեմն ծրագիր տնելու, պրոգրամները պատրաստելու եւ ադի իրարու հետ խոսելու, իրարու հետ ծանոթանալու եւ աշխատելու։ Իսկ այս փանագումները ինչի գծարային ընդհանրապես։ Փանագումներու հիմնական նպատակն է իբր շրջան մեկ շրջանը լալու, կովկովի քալու, իրարու փորձառություններեն օգտվելու, իրարու խաղապարներու փոխանակումը լալու եւ միասին այս անգամ ինչպես մասնաճյուղերը գնեն, այս անգամ իբր մեկ շրջան Կանադա միասին Հոմենետմենը կովկովի հավաքվի։ Շատ շնորհակալ ենք։ Հաջողություն, ես շնորհակալ եմ։ Ասկե առաջ բավական արցանց ժողովներ հրացենք, թե իրենց հետ իրենց մեջ հրացեն, որբեսի որոշ շապով աշխատանք արժև բերեն։ Այսօր իսկապես բադգերը պիտի տեսենք եւ մեր փանագումին այդ փայլուն իրավիճակին պիտի հասնենք։
Ուրեմն խումբերու բաժանած ենք, որ ամեն բաժանմունք ինք իր հայդակիրը պատրաստ է, քալիքները իրենք իրենց պրոգրամը կպատրաստեն, նույնպես արծվիկները, արիները, արենուշները եւ այլն։ Եվ ինչպես նաեւ յետքը իրենց հանցախումբերու նաեւ բաժանած ենք, որ փանագումի աշխատանքները նաեւ իրենք կրեն։ Այսինքն խարույկի պատրաստության հանցախումբ կա, գայմերը որբի պատրաստենք ադոր հանցախումբ կա, ընդհանուր բահագության, մաքրության եւ այլն, բավական աշխատանք ունին այսօր։ Այո, հսկայական։ Քանի մասնաճյուղ կմասնակցի այսօր հոս։ Մեր հետ այսօր գտնվողները մասնաճյուղերն են Մոնրեալի մասնաճյուղեն, Լավալ, Թորոնտո, Քեմբրիջ եւ Սենթ Քաթրինս։ Հոյագապ, ուրեմն ցեզի ամենայն հաջողություն կմաղթենք։ Շատ շնորհակալ եմ։ Շատ ղեկավարներ ժողովուրդը կնկատեն հիմար, շատ ղեկավարներ ժողովուրդը կնկատեն չմտածող, շատ ղեկավարներ գսեն, որ չէ, ինչ մի դլակ ղեկավար մենք կնանք հարեցնել ժողովրդին վրա։ Այս կուզեմ ասել, որ ղեկավարը այս բարակային իր գործով ղեկավար է, իր գործով է, որ հարկան կբարդատրի, իր գործով է, որ հեղինակություն կուտա ուրեմն ընդհանուր հավաքականության։ Բարև ձեզ, Հայ հորիզոն ցեզի հետ է այսօր Մոնտրեալի Հայ Գետրոնի Ավետիս Ահարոնյան սրահեններս։ Այսօր հոս դեղի ունեցավ քրական ցերնարկը գազագերբությամբ համասկային Քեբեկի Սանահին մասնաճյուղի քրական հանձնախումբին։ Օրվա բանախոսներ Լիբանանեն հատկապես հրավիրված մտավորական Գարո Հովանեսյանը, որ ներկայացուց առողջ ղեկավարում նյութը։ Աշխարհի հարգված անձնավորությունները երբ համը ասեն մարդիկ մտիկ կնեն իրեն, դարագարցի կլան գամ ոչ, որովհետև իրավ ղեկավար է, և երբ իրավ ղեկավարը կխոսի, մարդիկ մտիկ կնեն։ Գարնեմ նգարակիրի բաժին, նգարակիրը հիմքն է վստահելիության, արումով, գործընծուց ղեկավարը այդ վստահությունով, թյուրին չի կրնար վերակրտնել այդ բարակը, թյուրին չի կրտնել, այլևս մարդիկ միշտ այդ երևույթը իր սխալ մեկ արարքը նկատի դունեն։ Ինչպես գիտեք, առաջին անգամն է, որ գայցել է ընկեր Գարո Հովանեսյանը եւ համասկայնի չէր գնար փախցեն ասարիտը, շատ լավ անցավ, ավոր մարդ կար, շատ հաջող ցերնարկը կհամարենք եւ շատ ուրախ ենք, որ գրցանք վայելել ընկերոջ ներկայությունը։ Ուրեմն նյութը որոշեցիք ընտրել ղեկավարություն ընդհանուր առմամբ։ Ինչու այդ նյութը ընտրեցի։ Կարծեմ շատ կարևոր գեդմեն է մեր միության մեջ, մեր միություններուն մեջ պետք է ասեմ։ Բեչե բավդին կբաքսի ղեկավարներ, ղեկավարի պատրաստությունն ալ քիչ մը դժվար է այսօրերուս։ Կարծեմ լավ է, որ այս տեսակի նյութը արձարծենք եւ նաեւ ուրախ եմ, որ երդասարտացի անդամներ ներկային, բադանեկանի անդամներ ներկային եւ գրցան մտի գնել եւ իրապես հասկանալ ինչ կնշանակե ղեկավարը լալ եւ ինչ տեսակի ղեկավարներ պետք ունի մեր միությունները։ Մանավանդ ինչ տեսակին, ուրեմն ընկերուփեն շատ շնորհակալ ենք եւ գշնորհավորենք Սանահին մասնաճյուղը, որ այսքան արագ ցևով գրծավ ասցերնարգը մեջտեղ բերել մեծ հաջողությամբ։ Մերսի Տամար բարձր կդար։ Ղեկավարը գնդարաչե ներսեն եղող ցայնի, ինտուիշնին, իր ներքին աշխարհին, որը շուտով կհաջողի հեղաշրջել ամբողջ կացությունը։ Կբացրացնե իր ներքին ուժով, հոգեկան ուժով, կբացրացնե ժողովրդին ուրեմն գորովը, կհերացնե վախի բոլոր զգացումները, որ գոյություն ունին, եւ ուրեմն իր ղեկավարու իր կարողությունները կհայտնաբերել իր ներքին հոգեկան ուժին իմաստը։ Ոչ մեկ ղեկավար կրնա լավ համադար ժողովրդին, եթե անգերց չէ ինքնին նկատմամբ ամեն բանի առաջ։ Ղեկավարը մագնիսական ուժ ունի, կաշողական ուժ ունի, եւ պետք է ասել, որ ղեկավարները իրենց կկաշեն այնպիսի մարդիկ, որ իրենց կնմանեն։ Մարդիկ կփարին այն ղեկավարներուն, որոնց նկարակիրի հիմնական գիծերը նման է իրենց ունեցած է։ Դարձյալ բարև ընկեր Գարո։ Բարև։ Ուրեմն այսօր ելույթը եւս ունեցաք Մոնտրեալի մեջ եւ նյութը ղեկավարություններ համասկայնի Սանահին Քեբեկի մասնաճյուղին կողմէ, բայց նախքան այս բոլորը
գուզեմ ցեզի հարց տալ։ Եղավ մեկ շաբաթ է որ Մոնտրեալ գտնվիք եւ գարձեմ ես չեմ իշեր վերջին անգամ երբ մենք ասկան հյուրը հոգնեցուցած ենք մեկ շաբթվա ընթացքին 3-4 ծերնարգ ծեր դպավորություններ աս մեկ շաբթվա ընթացքին ինչ էին Տեսեք դպավորությունս իրապես շատ լավ եղած է մանավանդ այն աշխարհակրական դարածությունը որ ունիք եւ իրար մոտ լալու բարական այսինքն ինքնաշարժով 10 վայրկյան 100 ժամ իրար հետ կապվածությունը բավական օգտակար բան է եւ արդյունավետ է այն ինչ որ ես տեսա Մոնրեալի մեջ իրապես որ ինձ համար բավական մեծ տպավորություն ցկեց քաղուտին վրաս այնքան ադեմ որ համախումբ եւ հայկական արժեքներու իմաստով այդ պահպանումը անպայման կկատարվի իրապես որ լավ հիշադակներով կվերադառնամ Բեյրութ եւ հավանաբար նաեւ գարկմը բարակաները ինձ համար օրինակ կծառայեցնեմ այնտեղ առաջարկելու համար որ այս ցևը պետք է որ ունեք օրինակի համար գետրոնական կոմիտեի Կարամսիա դեղեկագրի ներկայացումը իմ վրաս բավական լավ տպավորություն ցկեց Ընկերգարո ուրեմն դուք հոսրավիրվեցաք Սարգիս Սետյանի արևանկման 40-ամյակին արծիվ եւ այդ արծիվ հրադարագած եք այս քիրքը որ առաջին հադորն է ուրեմն խոսենք քրքին մասին այս քրքին աշխատանքները կամ կորձընթացը ինչպես եղավ Այո դեսեք այսօր խաղապարը իմ մեջս եկած է 10 տարի առաջ 2015-ին բայց որովհետև այն ժամանակ դակավին ուսուցչական ասպարեզի մեջ էի առավել նաև սիրտի պատմություն հիվանդացա եւ գործողություն եղա փուն աշխատանքը դեղի ունեցավ 2021-ին սկսյան բայց շատ ուժական թափով աշխատանքը եղավ 2023-ին եւ 2024-ին իրողությունը ան է որ ես աղջկանս կով եղա Շիկագո որ այնտեղ մարդ խանգարող չկար ինձի եւ գրծա այնտեղ աշխատիլ անցալ դարվան բարակային ես գիտեմ որ կոնը 500 էջ այս քիրքին 500 էջ ես գրած եմ այնտեղ Շիկագոյի մեջ գրած եմ բայց ասեմ որ գրելը գթյուրանա այն ժամանակ որ աղբյուրները կդած կլակ աղբյուրները ցերկով ունեցած կլակ եւ գրելը ոչինչ հարց է իրականության մեջ փուն ուսումնասիրության բարական ըստ ինձի աղբյուրները գտնել է բայց նաեւ չէի պատկերացնել որ 816 էջ կլա բայց այնքան ընդարձակ եղած է Սարգիս Սետյանի գործունեությունը որ այդ դարողությունը հասավ եւ պետք է ասել որ մեգենասությունն ալ Կարմիր Լեր կոմիտեին իր թրագան բաժինալ ունեցավ այսօր մեջ Աղբյուրներեն անցինալ ծեր անձնական ծանոթությունը իր հետ վստահ շատ ավելի թյուրացուց գործը Շատ ճիշտ բայց իրեն հետ իմ փորձառությունը սկուկա հավանաբար լա երկրորդ հադորին եւ կամ երրորդ հադորի մեջ որովհետեւ ես 1973-ին յետ կնե որ գապ ունեցա Սարգիս Սետյանին հետ 8 տարի կրծա աշխատիլ իրեն հետ թե Մամլոթիվանի մեջ եւ թե Աստղաշաբաթորյակի մեջ Ուրեմն դուք հոս ներկայացուցիք Սարգիս Սետյանը իր պաշտոնական ցերնարգին անգեյետ գուսակցական ժողովին տասյարակչական նյութը Տարսիալ ցերգոմե դրվեցավ այսօր համասկայնի ցերնարգներ եւ դուք խոսեցաք ղեկավարին մասին եւ վաղ արդեն պիտի մեկնիկ խոսենք այսօրվա ցերնարգի մասին ընդհանուր առմամբ ղեկավարի մդիբարը ինչպես կրնանք ամփոփել այս միտքը մեր հերոստատիդողներուն համար Այո առաջին հերթին ղեկավարը պետք է որ ունենա դեսլական երկրորդ ղեկավարը պետք է որ ունենա աստեցություն ղեկավար որովհետև կնշանակե աստել ղեկավարը ինքը ղեկավար պատրաստելու աշխատանք պետք է որ անպայման դանի
եւ ղեկավարը պետք է որ լավ վստահելի ղեկավարի փարույական իր տրամակալուխը պետք է որ լա իր նկարակիրը եւ նաեւ պետք է որ դա անցի օրինակը ասենք հիմնական գեդերն են ղեկավարի մբարակային անշուշտ ուրիշ գեդերալ գրնանալ բայց հիմնականները ասոնք են Իսկ դուք վերնակիրը ծրածեք ամենաղեկավարը խոսելով Սարգիս Սեթլյանի մասին իր ժամանակի մեջ ամենաղեկավարներ կամ իր դեսլականները ժամանակավրեպ չեն չէ նախ իր հրաբարակագրությունը երբեք ժամանակավրեպ չէ այժմիական է հիմա եթե ամենաղեկավարը կոչված է հետևյալ պատճառներով առաջին եղած է բացառիկ ուսուցիչ մանկավարժ եւ մեծ տպավորություն ցկած է աշակերտներուն վրա որոնց հետ ես գրծա հարցազրույց ունենալ երկրորդ շատ հախուրն ըմբոստ հրաբարակակիր եղած եւ նոր ոչ մցուցած է մեր հրաբարակագրության մեջ եղած է հրեդոր բացառիկ հրեդոր էր Սարգիս Սեթլյանը որ գծանազանվի ուրեմն ամփոխավարեն չորրորդ եղավ բացառիկ խմբակիր եւ ի վերջո նաեւ եղավ մտավորական եւ ապա նաեւ ղեկավար հիմա այս բոլոր արժանինքներու մեջ դաղանթն է բոլորի մեջ դաղանթ ուներ այս մարդը ադոր համար է որ ամենաղեկավար կոչված է այլապես եթե միայն մեկ մարզը լար այդպես պիտի չգոչեի Եվ շեշտը ծրիկ նաև վարմունքին վրա, իր ժողովրդական հավաքականության վրա։ Այո, ինքը գահավատար հավաքական ղեկավարության եւ փամը որ գբաքսի մեր իրականության մեջ այսօր թե Հայաստանի մեջ եւ թե Սփյուռքի բարակային շատ գշեշտեր եւ վերլուծած է այս հարցը բազմաթիվ առիթներով ադոր համար է որ իր այժմիականությունը գմնա եւ դա ասված որ մեր իրականության մեջ հավաքական ղեկավարության իշխանություն հասնի Ընկերգարո դուք նաև ներկա եղաք համասկայնի շրջանային վարչության Լևոն Շանթ հայրենակի դագան դասընթացքին եւ ներկայացուցիք հոն եւս մանկավարժության նյութը դարիներու ուսուցիչ եղած եք ինչ էր ձեր գարձիկը նախ այս դասընթացքներու մասին այս դասընթացները ես նաև հանդիպումին ադեն ըսի այս հանդիպումները շատ լավ են շատ արդյունավետ են եւ նաև առաջարկեցի այնտեղ բոլոր քաղաքներու մեջ նմանօրինակ ուրեմն ցերնարկ անպայման պետք է որ գադարվի որովհետև անոնցմե անպայման եթե ոչ բոլորը եթե նույնիսկ երկու հոգի պատրաստ դուրս գա այս ցերնարկեն ադիգա մեզի համար մեծ դրամակլուխ է իբրև ուսուցիչ կամ իբրև խմբակիր կորձ շարունակելու եւ հարադեվությամբ շարունակելու մեր աշխատանքը այնպես որ շատ լավ էր իմ տպավորությունս 3 ժամ խոսեցա ես իրենց անշուշտ թաթարներ գային եւ նույնիսկ սող եղավ որ եթե 2 ժամ դակավին խոսեի մենք դակավին պատրաստ ենք մտի գնելու ադիգա ինձի անշուշտ ինձի խանդավառություն տվավ ինքնավստահություն տվավ եւ հաջորդները որ պատրաստեցի բոլոր ցերնարկներուն բարակային անգեղ զլալու համար այդ քաչալերանքն էր որ ունեցա ես անոնցմե այո իսկապես այս մեկ շաբաթը ինչպես անցավ չեմ գիտեր բայց բետ եւ գվգայենք նաեւ որ բոլոր ցերնարկները Պերնե լեցունեին, ասել է թե մենք գարոդ ունենք այսպիսի մտավորականներու այցելության վերջին հարցումս պիտի լա Սփյուռքի մասին ընկերգարո ձեր խոսքերու մեջ հաջող սիկ որ Սփյուռքը անգազմագեր վիճակի մեջ է ղեկավարությունը կբաքսի մենք հոս Կանադայի մեջ մենք մեզի գսկանք որ մենք լավ ընթացքի լավ ուղիի մեջ ենք բայց նույնը չէ անշուշտ բարական ամենտեղ դեսեք Սփյուռքի բարակային ինչ որ կուզեմ շեշտել որ յուրաքանչյուր քաղուտ իր արժեքները անհրաժեշտ է նախ եւ առաջ նախ արժևորումը կամ արժեքները գտնե եւ երկրորդ անպայման մարդուժի պատրաստության ծրագիր ունենա իր կողը
խմբակիրի պատրաստության, ուսուցիչի պատրաստության, մշակութային կորզիչի պատրաստության առումով։ Հիմա ես հոս եկա եւ տեսա, որ բավական արժեքներ կան, որ փամավոր չէի գիտեր։ Այս արժեքները գրնան Շիկագոյի օգտագարելալ, գրնան որևէ տեղ որ կա, գրնան օգտագարելալ եւ այս փոխանակումի այս թրությունը բավական արդյունավետ աշխատանք է։ Բայց ամեն բանի առաջ մարդուժի պատրաստությունը անհրաժեշտ է։ Գերգարում եք դակավին գրնանք երկար խոսիլ, բայց վստահ եմ, որ շատ հոգնած եք այսօրվա ծեր նարգենի հետ։ Մենք գրնամսել չգշտացանք ծեր ներգայութենեն, ուրեմն կսպասենք անհաբաղ ծեր վերադարձը։ Շատ սիրով, ես ալ չգշտացած ես պետք է ասել եւ դա ասված որ արիտը ստեղծի եւ վերսին կամ։ Շատ շնորհակալ ենք։ Բարի ճանապարհ։ Մերսի շատ, շնորհակալ եմ։ Ընդրելով չէ որ մենք ղեկավար կտանք։ Ուսուցիչը, դիբար ուսուցիչը ղեկավար է։ Բարձ մարդիկը ղեկավար է, անցնապես եթե օրինակ ուտան իր շրջապատին, որ իրավես հարույական մատվությամբ եւ իրենց դիրքորոշումներով այլասիրությամբ, ուրեմն օգտակար գանտիսանան հավաքականության կամ ժողովրդին։ Ինձի համար անձի օրինակը մեծ դեպք գրավ։ Շնորհակալ եմ։